Առողջության ապահովագրությամբ երկրում տարեսկզբից իրականացվել է 142.5 հազարից ավելի վիրահատություն, տարատեսակ լաբորատոր, նաև բավական թանկարժեք ախտորոշիչ հետազոտություններ։ Շահառուների որոշ խմբեր դեղեր են ստացել ամենաշատը սրտի ճնշման հետ կապված խնդիրների ու շաքարային հիվանդությունների համար։ Համակարգին արդեն միացած 1,8 միլիոն քաղաքացիներից ամեն երկրորդն օգտվել է հիվանդանոց պոլիկլինիկաների այս կամ այն ծառայությունից։ Մեկ անձի համար ամենամեծ փոխհատուցումը եղել է 10 միլիոն դրամի կարգի, միջինը 57,000։ Հայաստանում հունվարից ներդրված բժշկական ապահովագրության փաթեթի կիսամյակային թվերն են ամփոփել հիմնադրամի պատասխանատուները։ Այս 6 ամիսների ընթացքում արդեն իսկ փոխհատուցվել են 102.4 միլիարդ դրամի ծառայություններ եւ դեղեր։ Այդ ծառայությունները իրենց բնույթով ներառել են թե սրտի վիրահատությունները, բաց վիրահատություններ, աորտակորոնար շունտավորումներ, ստենտավորումներ, անոթների ստենտավորումներ, նաև կյանքի որակի բարելավմանը միտված ծառայություններ, օրինակ կոնքազդրային հոդի փոփոխություններ, աչքի կատարակտայի վիրահատություններ։ Ըստ Սամվել Խարազյանի, հատկապես թոշակառուների դեպքում համակարգը դիմելության բում է գրանցել, որովհետև մարդիկ փողի պատճառով տարիներով հետաձգել են իրենց առողջական գանգատով զբաղվելը։ Պահանջվող ծախսի չափից ելնելով վերանայվել է ապահովագրությամբ քաղցկեղով հիվանդների բուժման համար նախատեսված գումարները։ Եթե նախկինում մեր քաղաքացիները հնարավորություն ունեին ընդամենը 150,000 դրամի շրջանակներում օգտվել քիմիոթերապիայի այդ ծրագրից, պետական պատվերի շրջանակներում, ապահովագրության շրջանակներում այդ սահմանաչափը կազմում է 1,2 միլիոն։ Հիմնադրամն այս ընթացքում փոխել է նաև երկրում պետպատվերով անվճար տրամադրվող դեղերի բաշխման կարգը։ Ազդող նյութի ու դեղատների հետ համավճարի սկզբունք ներդնելով հիվանդին ընտրության հնարավորություն են տվել։ Ինքը որոշի էժան պրեպարատն անվճար վերցնի, թե սեփական գրպանից գումար ավելացնի թանկարժեքի համար։ Ցանկացած ազդող նյութի պարագայում, եթե ունենք միայն մեկ դեղորայք, ապա այդ դեղորայքը ամբողջովին փոխհատուցվում է պետության կողմից։ Իսկ եթե դրանց թիվը 1-ից ավել է, այստեղ մենք կարող ենք ունենալ համավճար եւ այստեղ մեր քաղաքացիների արդեն ընտրությունն է։ Նրանք կընտրեն այդ համավճարով տեղը, թե կընտրեն այն տեղը, որը որ փոխհատուցվում է ամբողջությամբ։ Համավճարի հարցը բնակչության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել, այն սկսել են պահանջել գրեթե ամեն օր սրտի բժշկի կոնսուլտացիայից մինչև երեխայի բուժման դեպքում, չէ որ հատկապես մանկական բուժօգնությունը Հայաստանում անվճար է հարց բարձրացրին լրագրողները։ Անվճար եղել է գրանցման վայրի պոլիկլինիկայում խորհրդատվությունը, իսկ հիմա ապահովագրությամբ շահառուն որտեղ ուզի կարող է դիմել, եղավ պատասխանը։ Մեր շահառուների ընտրությունն է, նրանք կարող են ընտրել այն բժշկական կենտրոնը կամ այն բժշկին, որը կիրառում է իր խորհրդատվության համար համավճար, կամ կարող են ընտրել այն բժշկական կենտրոնը եւ բժշկին, որը որ չի կիրառում։ Ինչու է մինչև բոլորովին վերջերս անվճար առողջության ապահովագրությունը համավճարով դառնում եւ արդյոք սա բարեփոխում է բնակչության բողոքները ասուլիսի մասնակիցներին փոխանցեցին մամուլի ներկայացուցիչները։ Համակարգում ուսումնասիրություն են սկսել պարզելու, որ կլինիկան ինչ ծառայության համար ինչքան համավճար է սահմանել։ Իրենք էլ են բողոքների աճ նկատում, որ նախորդ ամիսներին չի եղել, խոստովանեցին։ Նման ահազանգեր մենք չենք ունեցել, որ համավճարներ են կիրառվում եւ այլն, եւ չգիտեմ ես ինչն էր պատճառը, բայց ամենայն դեպս հիմա ունենք։ Խոստացան իրականացվող ուսումնասիրությունների հիման վրա համակարգն առաջիկայում կլրացնեն այնպես, որ հիվանդը բուժօգնության համար դիմելուց առաջ ծրագրում տեսնի տվյալ կլինիկայի բժիշկն արդյոք սպասարկում է ապահովագրությամբ, եթե այո, համավճարով թե առանց դրա։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։